Իշխանությունները հայ առաքելական եկեղեցուն մեղադրում են եկեղեցիների չուլանացվածության համար, սա մեջբերում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, իսկ ինչ վիճակում են հենց պետության հոգացության տակ գտնվող պատմական հոգևոր հուշարձանները։ Մենք հիմա Երևանում ենք 6-րդ դարով թվագրվող Ավանի տաճարում, Սուրբ Կաթողիկե ծիրանավոր եկեղեցում։ Ամբողջ տարածքում ոչինչ չի հուշում, որ այստեղ Ավանում, Երևանում մի նման պատմական շինություն կա։ Այս կառույցը եկեղեցին հայկական ճարտարապետության պատմության մեջ առանցքային շատ կարևոր նշանակություն ունի։ Ընդհանրապես իր տեսակով ու ճարտարապետական լուծումով Ավանի այս տաճարը հնագույններից է։ Սրա ճարտարապետական նշանակությունը Հայաստանի պատմության մեջ բացառիկ է եւ գերագնահատել հնարավոր չէ։ Տաճարը պետության հոգացության ներքո է։ Շուրջ 1500 տարվա պատմություն ունեցող տաճարը շատ հետաքրքիր պատմական ճանապարհ է անցել։ Քաղկեդոնական եկեղեցի էր, երբ Հայաստանը բաժանված էր Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջև, հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսանը դվինում էր։ Բյուզանդիան էլ պարտադրում էր Հայաստանին քաղկեդոնություն ընդունել, հենց այդ շրջանում այստեղ Ավանում հիմնադրվեց այսպես քաղկեդոնական կաթողիկոսարանը, սա հենց գլխավոր եկեղեցին էր, այս տաճարը հետագայում նախ ավիրվել է, հետո էլ արդեն 100-ամյակներ անց երկրաշարժից փլուզվել ու հիմա կիսավեր վիճակում է։ Իր տեսակով սա որ կանգուն է մնացել, սա հազվագյուտ այսպես կառույցներից մեկն է։ 20-րդ դարի կեսին այստեղ որոշակի աշխատանքներ են արվել եւ հիմա էլ սա գտնվում է պետության հոգացության ներքո։ Տարածքը ընդհանրապես անմխիթար վիճակում է։ Ավանցիներն էլ ասում են, որ ընդհանրապես որևէ պաշտոնյա, որևէ գործչի այստեղ չեն տեսել, որ գոնե մի փոքր կարգի բերեն, ոչինչ այստեղ չի հուշում, որ պատմական, հիրավի պատմական մի հուշարձան է այստեղ կանգնած, թեկուզ եւ կիսավեր վիճակում։ Զարդանախշերը Ավանի տաճարի նույնպես շատ հետաքրքիր են, ճարտարապետական առումով բավականին մեծ նշանակություն ունեցող դռների մուտքերի երեսակալներն են, բարավորի վրա հավասարաթև խաչ է ամփոփված, իսկ լուսամուտներն էլ այսպես կամարունքերով են երեսակալված, այդ շրջանում շատ օգտագործված մոտիվ է, ինչը իր հետագա օգտագործումն է ստացել արդեն շատ ու շատ այլ շինություններում, տաճարներում, եկեղեցիներում։ Հենց տաճարի կողքին Ավանի այս առանձնատներում ապրողներն են խնամում եկեղեցին որքան կարող են, բայց պետական մասնակցություն, որևէ միջամտություն, ասում են, չեն տեսել։